գիտությունը միայն գիտնականների համար դա զարգացում չի իհարկե, գիտությունը պետք է զարգանա հատկապես այն արդյունքները, որոնք ունեն ավելի լայն կիրառման հնարավորություն եւ ազդեցության նաև հնարավորություն, ինչու՞ չէ, ուրեմն դրանք պետք է տարբեր ձևերով եւ ժուրնալիստների եւ մեր միջոցով պետք է դա ավելի հանրայնացնենք։ Так, ինչ վերաբերում է ուրեմն նորից ժամանակ ունեմ տեխնիկ Հա, ինչ վերաբերում է բանին, ուրեմն մյուս արդյունքին արդյունքը հետևյալն է, որ բրոնզե դարում տեղի ունեցել զանգվածային ներհոսք տեղի ունեցել։ Գենետիկական ուրեմն դրանները դա ցույց են տալիս եւ ընդ որում այդ ներհոսքի ազդեցությունը վերատարբեր ուրեմն հայկական բարձրավանդակի արևմտյան մասում ռեգիոնում եւ արևելյան մասում։ Արևելյան մասը լինելով ավելի բաց տարածք, ոչ դժվար մատչելի, այնտեղ այդ ներհոսքը 45 մոտավորապես տոկոսով միախառնման միջոցով ուրեմն փոխել է գենոֆոնդի կառուցվածքը։ Իսկ բանում արևելյան մասում դա ընդամենը 28%, այսինքն 1/3-ն էլ չի եղել։ Բայց դրանից հետո, ինչպես ես վերևում ցույց տվեցի ես մեր գործընկերների աշխատանքի հետ համընկնումը, դրանից հետո, այսինքն մոտ 4000 տարի, 3-6 առնվազն մեր գենոֆոնդը չի ենթարկվել փոփոխության։ Եվ ես կուզենայի, հետո ես ցույց կտամ պատճառներից մեկը որն է, ինչու չի եղել, կարծես թե բազմաթիվ արշավանքներ եղել, բազմաթիվ զավթիչներ են մտել, գնացել տարբեր ասենք ինչ-որ անհարմիջներ են եղել եւ սոցիալական եւ չգիտեմ բնական, բայց բոլոր դեպքերում մեր այդ բանը մնացել է անփոփոխ, այսինքն գենետիկական կոդը, եթե ճակերտավորի գենետիկական կառուցվածքը մեր ուրեմն մեր ազգի, այսինքն մեր գենոֆոնդը հաստորեն մնացել է անփոփոխ մոտավորապես 3.5-4 տարի։ Ինչ վերաբերում է ուրեմն արդյոք ինչքան են հավաստի այս դրանները, ինչքան են արդյոք նրանք կտրված են մյուս ուրեմն արդյունքների, թե ինչ-որ համահունչ են այդ արդյունքների, այստեղ մեզ համար ուրախալի նարն է, որ մենք տեսնում ենք, որ հայոց լեզվի անջատումը հանդիեվրոպական ծառից ըստ հեղինակավոր ուրեմն հրապարակումների մոտավորապես 5000 տարի է։ Մոտավորապես պլյուս-մինուս 5000 տարի է եւ այդ 5000 տարի փաստորեն վերաբերում է նաեւ գենետիկական արդյունքներին, որը ես վերևում պետք է նշեի, որ եթե մայրական տոհմագծի, մայրական գենոֆոնդի, այսինքն տևողությունը 8000 տարի է, հավաքական, երբ որ ներառում ենք եւ մայրականը եւ հայրագծայինը, մոտավորապես 6000 տարի։ Այսինքն 6000 տարի առաջ արդեն ձևավորման է հասել մեր գենոֆոնդը, որը հետագայում իհարկե ենթարկվել է որոշակի փոփոխության, բայց այդ 4000 տարին չի ուզում կրկնել, այսպես համարյա անփոփոխ ուրեմն գնում է առաջ։ Այստեղ մի կարևոր հարցերից մեկը, որը ցուցակում ես ուրեմն տեղադրել եմ, դա հետևելն է, արդյոք արևելյան Հայաստանի բնակչությունը դա բնիկ են թե եկվորներ, ինչպես պնդում են մեր ուրեմն արևելյան հարևանները։ Այստեղ ես ուղղակի ցույց եմ տվել երկու տարբերակ, եւ Y քրոմոսոմի, այսինքն հայրագծային տարբերակն եմ ցույց տվել, եւ հայրագծային տարբերակը Y քրոմոսոմի հիման վրա ցույց է տալիս, որ կառուցվածքը, գենոֆոնդի կառուցվածքը, այսպես պայմանականորեն վերցրած արևելյան Հայաստանը, կենտրոնական մասը, Էզրոնվան եւ արևելյան մասը, Ուտիկը, Գարմանը, Արցախը, այստեղ մենք տեսնում ենք, որ կա միայն եւ միայն, ասենք, հաճախականությունների փոփոխություն, ոչ մի օտարածի, ոչ մի, ասինքն, անսովոր բան մենք չունենք մեր անսովոր հետ, անսովոր բաղադրիչ, մենք չունենք մեր ուրեմն տարբեր հատվածներում, աշխարհագրական հատվածներում։ Նույնը վերաբերում է ուրեմն միտոկոնդրիումային դնաթի, այսինքն մենք ունենք հնարավորություն, սրանք բոլորը հրատարակված եւ միջազգային խմբերի միջոցով հրատարակված եւ բավականին բարձր ժուրնալներում, հանդեսներում հրատարակված հոդվածներ են եւ դրանք արդեն մտել են նաեւ մեր առօրյա
կյանքի մեջ են մտել այս շրջանառության մեջ են մտել այս հոդվածները, այս տվյալները եւ կարծում եմ ժամանակը արդեն հասունացել է, դուք տեսնում եք եւ 17 թվականի եւ 12 թվականից տեղ աշխատանքներ կան, ժամանակը հասունացել է, որպեսզի այս տվյալները, ինչպես նաեւ ոչ միայն գենետիկական տվյալները, այդ տվյալները, որոնք վերաբերում են եւ պատմությանը եւ հնագիտությանը, դրանք անպայման պետք է անպայման մուտք գործեն մեր դասագրքերը պետք է մուտք գործեն։ Մենք դրանով կարծես թե չենք զբաղվում, բայց մենք պետք է նաեւ մի քիչ նաեւ տեր կանգնենք մեր արդյունքներին։ Արդյունքները նորից կրկնելով կամ հիշելով, որ մեր արդյունքները չպետք է լինեն միայն մեր հասարակության, գիտական հասարակության համար, մենք չպետք է հանգիսենք, ուրախանանք եւ ծափահարության ասենք տակ, չգիտեմ, բավականություն ստանանք, այլ մենք պետք է անպայման նաեւ պնդենք, նաեւ ջանքեր թափենք, որպեսզի այդ արդյունքները մտնի նաեւ վերջ ավարտում եմ եւ սրա մասին խոսել եմ աշխատանքները ուղղակի ուզում եմ ցույց տալ, որ մեր պեղումները մենք իրականացել ենք սերտ համագործակցության ուրեմն շնորհիվ մեր գործընկերների հետ առաջին հերթին հնագետների, ուրեմն երկրաբանների հետ եւ արտասահմանյան ուրեմն մասնագետների հետ եւ ստեղ մի բան է ստեղ լավ չի երևում սա միշտ բավականին հաճախ ինձ հարցնում են թե ինչ է նշանակում 4% ուրեմն հայկական գենոմի արտահայտությունը չինական ուրեմն խան ժողովրդի մոտ նու սա այն արդյունքն է գենետիկական արդյունքն է որը կարելի է ասել շատ այդպես հստակ ակնարկ է կամ հստակ հրավեր է պատմաբանների որպեսզի դրանք կարողանան գտնել այդ աղբյուրները 4%-ը դա ահռելի թիվ է, դա միլիոններ է, տասնյակ միլիոններ են եւ այդ միլիոնները, այսինքն այդպես ասած վերևից մեր հրաշքի բան չեն գոյացել, դրանք ուրեմն սկսել են կուտակվել միջնադարյան այդ ժամանակաշրջանում եւ կապված մետաքսյա ճանապարհի հետ։ Եվ կարծում եմ, որ սա այն տարբերակն է, սա այն ուրեմն փաստն է, որը ցույց է տալիս, որ գենետիկան կարող է նաեւ, ասենք, երկխոսություն սկսի նաեւ պատմաբանների հետ, մեկս մյուսին հուշելով։ Պատմությունը մեզ հուշում է շատ բաներ, բայց տեսնում ենք, որ գենետիկան նրա պատմաբաններին։ Եվ այստեղ ուղղակի մի բան էլի վատա ցույց տալիս, չէ, այստեղ լավ ցույց տալիս, որ հայկական բարձրավանդակը, ինչպես ասացի, դա ուրեմն մի ուրեմն բաներ, տարածաշրջաներ, որը որ խաչմերուկ երկծառայում շատ ակտիվ գաղթերի համար եւ հատկապես բանի ժամանակ, նեոլիթյան ժամանակաշրջանի ուրեմն դեպքում մենք տեսնում ենք, որ հատելով մեր տարածաշրջանը, ուրեմն այդ զանգվածները, դրանք ուրեմն գնացել են եւ դեպի արևելք, եւ դեպի հյուսիս, եւ դեպի արևմուտք։ Ստեղ եւ հարցերից մեկը նաեւ ինչ գենետիկական պատմություն ունեն մեր սփյուռքահայ օջախները կամ հանրությունները, մեր խմբերը եւ ուղղակի ստեղ ցույց են տալիս մասնակի այս աշխատանքը դեռ կատարված մեր Y քրոմոսոմի հիման վրա է դա ուրեմն Ղրիմի հայերն են, ստեղ գրածա Դոն Արմենիans, Ղրիմի հայերն են եւ նաեւ Համշենահայերն են։ Այսօր մենք այդ աշխատանքը նորից վերստացում ենք արդեն ամբողջական գենոմի հիման վրա եւ հույսում եմ, որ մի 2-3 տարից հետո մենք արդեն կունենանք սպառիչ պատասխան նրանց գենետիկական ուրեմն ուղու մասին, նրանց գենետիկական պատմության մասին եւ նրանց ակունքների մասին։ Եվ նաեւ ասեմ, որ ելի հանրայնացման նկատառումներով այս երկու գիրքեր են տպագրվել 2008 թվականին եւ մի 2-3 անգամ արդեն վերահրատարակվել է այս գիրքը, չեմ ասել, որ Միխայել չխոսեց, ուրեմն չընդհատվող կոդը ավարտում եմ, բայց մի բան պետք է ասեմ, որ հետեւյալը դա գուցե իրավունքն մեզ թե ուղղակի իրողությունը ցես ներկայացնել, դա հետեւյալն է, որ այս բնույթի աշխատանքները ոչ ամեն տեղ են իրականացվում։ Նայեք, մեր հարևանների մասին է խոսքը, ես դեռ ոչ մի բան չեմ բացել, ուղղակի Ադրբեջանում համարի աշխատանք չկա։ Միակ աշխատանքը, որը 10 թվականին ուրեմն ներկայացրեցին, դա եղավ թալիշների մասին աշխատանքը ավարտվեց ճիշտ է տեխնացական թեզը պաշտպանվեց Մոսկվայում ընդհանուր գենետիկայի ինստիտուտում, բայց այնքան սպառնալիքներ ստացավ այդ աշխատանքի ուրեմն աշխատանքը կատարելով,
ասպիրանտ դերթեր այսինքն հեղինակը, որն աստիճանված դիմեց փախուստի կարելի ասել եւ այսօր իր ընտանիքով բնակվում է քաղաքական ապաստան։ Այո, ապաստանի, այո։ Թուրքիայում ապաստանի եւ դրանց բակում ապրում։ Հիմա Գերմանիայում ապրում ամբողջ իր բանով եւ շատ լավ մասնագետ աշխատում էր, Բաքվում էր աշխատում։ Լավ, երկար պատմություն է։ Նույնը Թուրքիան ունենալով անհամեմատ ավելի խոշոր, ասենք ավելի մեծ, ավելի հարուստ ռեսուրսներ եւ մարդկային առումով եւ աշխատակիցների եւ ֆինանսական ամեն ինչ եւ հսկա տարածություն ունենալով այնուամենայնիվ մեր աշխատանքների թիվը անհամեմատ ավելի բարձր է։ Բայց Թուրքիայում արդեն սկսել են շատ արագ տեմպով այդ բացը լրացնել եւ այսօր նրանք արդեն վերջերս շատ լավ երկու հոդվածներ ունեցան, շատ ծավալուն եւ խորը Ինչ վերաբերում է Վրաստանին, Վրաստանն էլ աղքատիկ է այդ հարցում։ Շատ քիչ բաներ։ Ինչով է պայմանավորված, թե կարելի է միայն ասենք ինչ-որ գուշակել, ենթադրել, բայց չեմ ուզում դրանով զբաղվել։ Իրանն էլ լինելով հզոր պետություն, լինելով ասենք ունենալով այդ ամեն ինչը, այսօր նրանք բոլորը կարելի է ասել միասին զիջում են Հայաստանի, այսինքն Հայաստանում ձեռնբերած արդյունքների։ Մի հատ այսպես զավեշտական բան բերեմ, դա հետևյալն է, Ղազախստանը վերջերս շրջանառության մեջ դրեց մի հատ օրինագիծ, որը վերաբերում էր ուրեմն բաներին, կանդասները դա ուրեմն դրանք այն ղազախներն են, որոնք դուրս են եկել Ղազախստանից, հիմա ուզում են վերադառնալ Ղազախստան եւ քաղաքացիություն ստանալ։ Պարզվում է, որ այդ օրինագծի մեջ գրած է հետևյալը, որ նրանք պետք է բացի փաստական, այսինքն փաստաթղթերի ուրեմն ներկայացումից նրանք պետք է նաև անցնեն գենետիկական տեստավորում։ Գիտեք ինչն է զավեշտը այստեղ, այն է, որ երկրագնդի վրա կա ընդամենը մի պետություն, որը դա կիրառում է օրենքին համաձայն, դա Սիերա Լեոնեն է։ Եվ ճիշտ ասած ինձ համար եւ զարմանալի է եւ մի քիչ ուրիշ բառ չօգտագործեմ, լավ, ուրեմն դա ինչու Ղազախստանը լինելով ունենալով շատ լավ մասնագետներ, ես ճանաչում եմ անձամբ իրենց, ու երևի շրջանցել են գիտնականներին, շրջանցել են եւ որոշում է ինչպես կատարել են մյուսները։ Լավ, ուրիշ ասպարեզները ինքնության դա բժշկական գենետիկան է, կարծում եմ, որ դրա մասին կխոսեն մեր գործընկերները մեր ինստիտուտից, քրեագիտությունն է, պատմական Հայաստանի ուրեմն բանն է դա, ուրեմն ատլասն է եւ ուզում եմ ասել, սա ատլասն է, որը որ ընթացքի մեջ է։ Կարծում եմ, որ մի, չգիտեմ, 2-3 գուցե 4 տարի հետո ասենք այս աշխատանքը կավարտենք, առաջի այսպես տարբերակը կներկայացնենք եւ հիմա մենք արդեն մեկնարկել է մի նոր ծրագիր, որը վերաբերում է ցեղասպանության զոհերի գենետիկական նույնականացմանը։ Ես ուզում եմ, որ դա, այսինքն ցանկանում եմ, որ այս աշխատանքը ինչքան շուտ ավարտենք, ինչու, քանի որ ունենք հնարավորքանի դեռ ողջ են, չգիտեմ, ինչ քանակով, շատ դժվար է իհարկե դա ուրեմն հաշվարկել, բայց դա եզակի հնարավորություն է այն մարդկանց, ովքեր դեռ չեն, ասել, իրենց հանգիստը գտել, դեռ ունենք հնարավորություն նրանց նույնականացնել եւ ինչու՞ չէ մենք գտնենք նրանց հարազատներին կամ թեկուզ հեռավոր հարազատներին եւ մեր հարգանքի դուրքը, այսպես ասած, իրականացնենք։